Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանին։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Ավելի քան 1.5 տարի է, ինչ բռնի տեղահանված արցախցիները ապաստանել են Հայաստանում, եւ Հայաստանը որպես երկիր հայտարարել է, որ ընդունում է արցախցի փախստականներին։ Ինչպես է գնահատում արցախցիների ինտեգրման հարցը այստեղ։ Իրականում բավականին բարդ իրավիճակ էր 2023 թվականին, թեև մենք բոլորս մինչ 23 թվականը հասկանում էինք, թե զարգացումները ի վերջո ուր են գնում, բայց կարծես թե Հայաստանը պատրաստ չէր արցախցիների էթնիկ զտմանը եւ քայլերը, որոնք արվում էին հենց սկզբնական փուլում, ավելի շատ կրում էին ինքնակազմակերպման եւ քաղաքացիների ու կազմակերպությունների աջակցություն, քան պետական աջակցություն, մինչեւ պետությունը այսպես բան արեց, հա, իրեն թափ տվեց, որոշեց մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլիներ արցախցիների կեցությունը այստեղ տանելի դարձնել։ Այսինքն այնպես չի, որ պետության ձեռնարկած միջոցառումները բավարար էին, որպեսզի արցախցիները այսպես իրենց լիարժեք կարողանային Հայաստանում եւ կեցության առումով եւ ինչու՞ չէ նաեւ հոգեբանական առումով իրենց լիարժեք զգալ, բայց այնուամենայնիվ պետության կողմից իրականացվեցին որոշակի ծրագրեր եւ ինձ համար իրականում լուրջ անհանգստություն է այդ ծրագրերի ուրեմն ձևափոխումը այս տարվա ընթացքում խոսքը վերաբերում է սոցիալական ծրագրերին։ Ինչ վերաբերում է արդեն ինտեգրմանը, ապա 1.5 տարի է անցել, բայց արցախցիները իրականում լուրջ խնդիր ունեն, որովհետև արցախցիներին այս պահին ավելի շատ հետաքրքրում է սոցիալական խնդիրը, ինչը շատ բնական է։ Մարդիկ կորցրել են իրենց տարիներով ստեղծածը, իրենց պապերից ժառանգածը, կորցրել են հայրենիքը եւ Հայաստանում գտնվելով թեև Հայաստանն էլ արցախցիների հայրենիքն է, այնուամենայնիվ նրանք այստեղ ինտեգրման լուրջ խնդիր ունեն, իսկ այդ ինտեգրումը միայն հասարակության ինտեգրման մասին չէ։ Խոսքը վերաբերում է աշխատանքի կազմակերպմանը, նրանց աշխատատեղերով ապահովելուն, բնակ տարածությամբ եւ բնակարաններով ապահովելուն։ Ցավոք սրտի պետության կողմից իրականացվող ծրագրերը բոլորը մի տեսակ կիսատ պռատ են։ Հասկանում եք, հա, եթե խոսեցնես իշխանության ներկայացուցիչներին, կասեն, դե մենք ծրագրեր ենք անում, որոնցով հնարավորություն ենք տալիս արցախցիներին բնակարան ձեռք բերել եւ այլն։ Ուզում ես հարցնես, մի հատ այդ ծրագրով գնայինք փորձիր բնակարան ձեռք բերել, կարողանալու ես։ Իհարկե ոչ։ Եվ այս առումով 1.5 տարվա ընթացքում թեև պետությունը ինչ որ ձև փորձեց արձագանքել, իսկ հասարակությունը ավելի շատ, այնուամենայնիվ խնդիրները բազմաթիվ են, խնդիրները լուծված չեն, իսկ առաջիկա ամսվա վերջում, երբ սոցիալական այդ աջակցությունները կտրամադրվեն միայն առանձին խմբերի, ես այսպես շատ լուրջ անհանգստություն ունեմ։ Հաջորդ հարցը հենց դրա մասին է, որ հունիսի 1-ից դադարեցվել է յուրաքանչյուր շնչի հաշվով նախկինում 50, հիմա 40,000 դրամ տրամադրվող աջակցությունը եւ միայն կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն է տրվելու, որի մեջ կներառվեն սահմանափակ թվով մարդիկ եւ ընտանիքներ։ Մտահոգություն չունեք արդյոք, որ արտագաղթ է սպասվում, ցավոք սրտի դրան նպաստում է նաեւ այն, որ երեխաները ուսումնական տարին են ավարտել, իսկ կենսական պայմանները քանի գնում այնքան ավելի ծանր են դառնում։ Իհարկե դա ամենալուրջ մտահոգությունն է, որ այսօր մենք կարող ենք ունենալ, առանց այդ էլ մենք տեսնում ենք, որ այս ընթացքում էլ բազմաթիվ արցախցիներ լքեցին Հայաստանը, որովհետև շատ դժվար է Հայաստանում այսպես կազմակերպվել, շատ դժվար է Հայաստանում լուծել աշխատանքի հարցը, ամենակարևոր հարցերից մեկը արցախցիների համար։ Հիմա նայեք, ինչ իրավիճակ ունենք։ Արցախցիները Հայաստանում են, Հայաստանում չկան բավարար չափով աշխատատեղեր, լուծված չէ արցախցիների զբաղվածության հարցը եւ ասում են, դե գիտեք, արդեն պետությունը ինչ արել է մինչեւ հիմա արել է, դե գնացեք տեսնենք ոնց եք ապրում։ Սա իսկապես լուրջ վտանգ է, լուրջ այսպես ռիսկ է իրենից ներկայացնում արցախցիների արտագաղթի առումով, որովհետեւ ի վերջո այդ մարդիկ պետք է կարողանան ապրել։ Պետք է կարողանան իրենց ընտանիքը պահել։ Իսկ ինչպես եթե պետությունը դրա համար
պատշաճ գործողություններ չի իրականացրել, այսինքն չի փորձել օրինակ ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ արցախցիները կարողանան լուծել զբաղվածության կամ գոնե ինքնազբաղվածության հարցը։ Կարող էին չէ, ընթացքում մտածել մեխանիզմներ, երբ արցախցիներին կտրամադրվեին վարկեր, պետական այսպես ֆինանսավորման վարկեր, չեմ ուզում արցախցիներին լրացուցիչ վարկային տոկոսի տակ այսպես բան անելու գցելու միտք առաջարկել, այլ հակառակը, որ պետությունը այդ տոկոսները կսուբսիդավորեր եւ արցախցին իր համար կկարողանար ստեղծել, չգիտեմ, մանր կամ միջին որևէ բիզնես։ Այս նույն մարդիկ Արցախում շատերը իրենց զբաղվածության հարցը կարողանում էին չէ կարգավորել, բայց թողել են Արցախում արհեստանոցներ, արվեստանոցներ, ձեռնարկություններ եւ այլն։ Պետք էր օգնել այս մարդկանց, որպեսզի կարողանային ոտքի կանգնել եւ աշխատատեղեր ստեղծել հենց մյուս արցախցիների համար։ Բայց այս ամեն ինչը չի արվել, դրան զուգահեռ սոցիալական ծրագրերը, այո, հունիսից ես իմ համար դեռ մայիսն էր, հունիսից արդեն բան են արել, ծրագիրը կանգնեցվել է եւ այս պարագայում իհարկե ինչ է անելու արցախցին, որ չի կարողանում ընտանիք պահել, փորձելու է այլ երկրներում գտնել իր խնդիրների լուծումը։ Մյուս կողմից այս արտագաղթը նաեւ ժողովրդագրական լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի համար որպես պետության։ Մենք այսպես թե այնպես ժողովրդագրական խնդիրներն ունեինք, բայց սա լուրջ հնարավորություն էր, որովհետև 150,000 արցախցի մեր փոքր հայրենիքից տեղափոխվել էր Հայաստան եւ բնականաբար ժողովրդագրական խնդիր ունեցող պետությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի պահեր արցախցիներին Հայաստանում։ Դրա լուծման տարբերակներից մեկը օրինակ արցախցիների բնակեցումն էր, այսպես որոշակի կոմպակտ համայնքում, որտեղ հնարավորություն կտրվեր այսպես պահպանելու Արցախի նիստուկացը, պահպանելու Արցախի ինքնությունը, իր մշակութային առանձնահատկությունները եւ այլն։ Արվեց ոչ, որովհետեւ այս իշխանությունները վախենում են արցախցիների ցանկացած միավորումից։ Եվ սա անկեղծ ասած, այսպիսի քաղաքականություն իրենց ձեռք է տալիս, որովհետեւ այս պարագայում իրենք աստիճանաբար կազատվեն վատ բառ եմ օգտագործում, բայց այն գլխացավանքից, որի տակ հայտնվել են իրենց մեղքով, որովհետև իրենք տեր չկանգնեցին Արցախին, որովհետև 23 թվականին այս իշխանությունը Արցախցին մենակ թողեց Ադրբեջանի դեմ եւ հիմա էլ զրկված ամեն ինչից Արցախցին հայտնվել է Հայաստանում եւ սա իրենց համար լրացուցիչ գլխացավանք է։ Այս պարագայում իհարկե վախենամ դա նույնիսկ ձեռք է տալիս իրենց։ Դուք խոսեցիք մեկ շնչի հաշվով տրամադրվող սերտիֆիկատի մասին 3, 4 եւ 5 միլիոն դրամ է նախատեսվում մեկ շնչի հաշվով։ Որպես պատգամավոր առաջարկ ներկայացրել եք, որ օրինակ այս գումարները չեն համապատասխանում անշարժ գույքի գործող շուկայի գներին, որևէ տեղ ձեռք բերել բնակարան կամ բնակարան ձեռք բերել, բայց չունենալ աշխատանք նույն մարզում կամ սահմանամերձ գյուղերում եւս անհեռանկար է։ Ընդհանրապես ինչ են պատասխանում ձեզ։ Տեսեք, քանի որ կարգավորումները օրենսդրական չեն, այլ ենթաօրենսդրական ակտերով են, այսինքն կառավարության որոշումների հիման վրա են, այս դեպքում մնում է զուտ հարցը բարձրացնել, անհանգստությունը ձևակերպել եւ նաեւ նշել, որ սա իրատեսական չէ։ Ավելին, նույնիսկ այս կարգավորումները, այս իրենց նշած 3-4-5 միլիոնների դեպքում, այնտեղ նույնիսկ եթե ընտանիքի անդամներից, սերտիֆիկատ ունեցողներից որևէ մեկը Հայաստանից հեռանում է, սա իր հետևանքներն է առաջացնում եւ այլն։ Մենք ուրեմն լուրջ հետազոտություն էինք ուրեմն առաջարկել, որպեսզի հետազոտություն իրականացվի եւ հետազոտության արդյունքներում մենք ինքներս պարզապես ապշած էինք, թե ինչպիսի չհաշվարկված եւ անհեռանկարային ծրագրեր են այս կառավարության կողմից ձեռնարկվել։ Իսկ երբ հարցը բարձրացվում է, իհարկե պատասխանը հետեւյալն է, որ դա մեր բյուջեի շրջանակներում միայն սա է հնարավոր եւ այլն, եւ այս դեպքում իհարկե բոլորս հասկանում ենք, որ սա պարզապես աբսուրդ է։ Բայց շնորհ ներողություն եմ խնդրում, կան ծրագրային կետեր, որոնք կապված չեն բյուջեի հետ, այսինքն այդ ծրագրային կետի փոփոխությունը չի ներառում հավելյալ ինչ-որ գումար։ Պարզապես ծրագրի պայմանները, մարդն ասում է, դուստերս մեր ընտանիքի կազմում է, տուն ենք ձեռք բերել, 5 տարի հետո ամուսնացել է, տեղափոխվել արտասահման։ Ինչ եմ անում։
ասում են կամ ծրագիրը կասեցվում է, կամ դստեր սերտիֆիկատի չափով պետք է վարկմարես։ Այո, ես քիչ առաջ հենց դրա մասին էի խոսում, որ պայմանները այնքան նպաստավոր չեն, որ նույնիսկ բազմաթիվ ընտանիքներ, եթե գտնում են բնակարան, վախենում են մտնել այդ ռիսկի տակ։ Այսինքն որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե իր ընտանիքի անդամներից միգուցե այո, դուստրը ամուսնանա եւ ամուսնանա օտարերկրացու հետ պայմանական։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ ծրագրի զուտ ծրագիր ունենալու իմիտացիա է, հասկանում եք, այսինքն իշխանությունները ձև անեն, որ ունենք մի ծրագիր, սիրելի արցախցիներ, մենք փորձում ենք լուծել ձեր բնակարանների հարցը։ Բայց երբ որ դու խորանում ես եւ տեսնում ես այդ ծրագրի հիմքում ինչն է, եւ գումարի չափը, եւ կարգավորումները, դու հասկանում ես, որ սա պարզապես իմիտացիա է, որպեսզի ամեն անգամ երբ հարց բարձրացնես, իսկ ինչ են կանում արցախցիների համար, իրենք ասեն, դե գիտեք, այսպիսի ծրագիր ունենք, արցախցիներն էլ առանձնապես ակտիվ չեն օգտվում այդ ծրագրից եւ այլն, բայց մենք ինքներս էլ լավ հասկանում ենք պատճառը ինչում նկարանում։ Աշխատանքի անցնելիս տարբեր պետական, այդ թվում բնակապահովման ծրագրից օգտվելիս կառավարությունն արցախցիներին ասում է ընդունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Արցախցիներն ասում են մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, ունենք համապատասխան անձնագիր, որով կարող ենք փաստել, որպես փաստաբան, որպես իրավաբան, ինչպես կմեկնաբանեք իրավիճակը։ Ես գտնում եմ, որ ծրագրերը, որոնք իրականացում են պետության կողմից, չպետք է կախվածության մեջ դրվեն քաղաքացիություն ընդունելու հանգամանքից, ինչ վերաբերում է արցախցիների Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել կամ չլինելուն, ապա մեր իրավագիրառ պրակտիկան այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ օգտվում են հավասար իրավունքներից, հետևաբար այս պարագայում տարանջատել Արցախի մեր հայրենակիցներին եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այսպես ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև սխալ է։ Մենք գիտենք, որ պարզապես միայն հաշվառումը փոխելով Արցախի մեր հայրենակիցները այստեղ կարող էին մասնակցել ընտրական գործընթացներին, որը որ ինչպես գիտեք սահմանադրությամբ ֆիքսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ հաշվառումը արդեն բավարար էր, որպեսզի Արցախցին օգտվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու լիարժեք իրավունքներից։ Նույնը տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, որ հաշվառվելով Արցախում մասնակցում էր, օգտվում էր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներից։ Հետևաբար այս արհեստականորեն ներմուծված գործընթացը, գնալ քաղաքացիություն ճանաչել, չգիտեմ ինչ եւ այլն, այս իշխանությունների կողմից, այսպես լրացուցիչ խնդիրներ էին եւ ես պետք է կրկնեմ, որևէ ծրագիր, որ իրականացվում է պետության կողմից, չպետք է կախվածության մեջ դրվի քաղաքացիություն ընդունելու կամ չընդունելու հանգամանքի հետ։ Արցախցիները 1.5 տարուց ավելի բազմաթիվ խնդիրների են բախվում, հատկապես իրավաբանական։ Օրինակ, քաղաքացին ուզում է անցնել կենսաթոշակի, չի հաշվարկվում Արցախի Հանրապետությունում աշխատած տարիների աշխատանքային ստաժը, փոխանակ ստեղծեն հանձնաժողով եւ օպերատիվ այդ հարցերին լուծում տան, ասում են վերականգնեք դատական ճանապարհով։ Հնարավոր չէ, ինչպես Արցախում է 2020 թվականից հետո, ունենալ համապատասխան հանձնաժողովներ եւ մարդկանց քիչ ուղարկել դատարան եւ հետո չասել դատարանները ծանրաբեռված են 1.5 տարի սպասեք։ Այդ իրականում ես ծանոթ եմ այդ խնդրին, խնդիրը նույնիսկ քննարկելու առիթ ենք ունեցել այսօրվա արդեն ներքին գործերի փոխնախարարի հետ, այն ժամանակ անձնագրային վարչության պետն էր եւ այս հարցի այս քննարկման ընթացքում ինքը նաեւ ազգային ժողովում ասաց, որ պետք է ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ, քննարկումից անցել են արդեն ամիսներ, մենք էլ ձեզպես այդ մեխանիզմներին ականատես չենք լինում եւ արցախցիներին, ովքեր զրկված են, իրենց աշխատանքային ստաժը
ապացուցել փաստաթղթերով, որովհետև մենք գիտենք, որ արխիվը եւ մարդկանց փաստաթղթերը մնացել են այժմ հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ, այս պարագայում մարդուն դու ստիպում ես գնալ ընկնել դատարանները, բայց աշխատանքային գրքույկը ձեռքին է։ Բայց աշխատանքային գրքույկը ձեռքին, այո։ Չնայած կան մարդիկ, ովքեր դա էլ չեն կարողացել իրենց հետ բերել, ինչը շատ հասկանալի է, բայց դու ստեղծում ես մարդկանց համար, արցախցիների համար բոլոր հարցերում այսպես լրացուցիչ խոչընդոտներ։ Երբ որ հարցը կարելի է կարգավորել շատ արագ, այո, օրինակներից մեկը հանձնաժողով ստեղծելն էր։ Մենք ինքներս էլ գիտենք, հա մեր դատական համակարգը ինչ ծառաբեռնվածության մեջ է գտնվում։ Մենք գիտենք, որ ցանկացած հայց կամ դիմում, որ ներկայացվում է դատարան, ինչքան երկար ժամանակ է անցնում, մինչև հասնում է իր հանգուցալուծման։ Հետևաբար, այսպես լրացուցիչ խնդիրներ ստեղծելով ես էլի ամեն անգամ հա այսպես բաներով դեպքեր եւ առիթներ ուսումնասիրելուց հետո գալիս եմ իմ համոզմանը եւ ավելի խորանում է իմ համոզմունքը, որ պարզապես այս իշխանություններին այդպիսի քաղաքականությունը շատ ավելի ձեռք է տալիս, հա, ստեղծել ոչ նպաստավոր պայմաններ, որը կարող է այսպես ի վերջո հանգեցնել նրան, որ Արցախցին հոգնի այս ամեն ինչից եւ թողնի հեռանա Հայաստանից։ Մենք խոսում ենք ընդհանրապես պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրեր կամ չիրականացվող սոցիալական ծրագրերից եւ այլն, բայց մենք մոռանում ենք նաեւ, որ 1.5 տարվա ընթացքում ուղղորդված կերպով ատելության քարոզեր իրականացվում արցախցիների նկատմամբ։ Այսինքն հերիք չէ արցախցին այստեղ հայտնվել է, չգիտեմ, անտուն վիճակում, հայտնվել է սոցիալական լուրջ խնդիրների առջև, մյուս կողմից էլ ինչ որ կոնկրետ կենտրոնների կողմից իրականացվող այսպես քարոզի, ատելության քարոզի պատճառով հայտնվում է արցախցին թիրախում։ Եվ դա է պատճառը, որ ես բազմիցս դիմել եմ եւ ներքին գործերի նախարարին, եւ արդարադատության նախարարին, եւ նաեւ գլխավոր դատախազին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, որովհետեւ դա ակնհայտ քրեորեն պատժելի արարք է։ Եվ եթե իրենք էլ ուզենան, իրենք էլ շատ լավ կտեսնեն, թե թելերը ուր են տանում։ Ու քանի որ առիթը կա ու ես քանի որ բազմիցս դրա մասին խոսել եմ, ուզում եմ մեկ անգամ եւս նշել։ Մենք բոլորս տեսնում ենք, թե արցախցիների նկատմամբ այս վերաբերմունքը թելերը ուր են տանում, բայց միևնույն ժամանակ մենք բոլորս գիտենք, որ մեր հանրության մեծամասնությունը բոլորովին այլ կերպ է մտածում։ Մեր հանրության մեծամասնության մոտ կա այդ ապրումակցման գիտակցությունը եւ բոլորը գիտեն, որ այս պահին պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցեն իրենց հայրենակիցներին։ Տիկին Վարդանյան, արցախցիներն ամեն օր խոսում են եւ երազում են վերադարձի մասին։ Սա միջազգային իրավունք է, որը պետք է իրացնել, սակայն ցավով փաստում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս ճանապարհին գործուն աջակցություն չի ցուցաբերում։ Արդյոք դուք տեսնում եք վերադարձի հնարավորություն առանց Հայաստանի Հանրապետության համապատասխան քայլերի եւ ի վերջո արցախցիների վերադարձի իրավունքի հարցը գոնե միջազգային օրակարգում պահելը արդյոք բխում է միայն արցախցիների շահերից։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Արցախցիների վերադարձի իրավունքը միայն արցախցիների համար չէ, միայն արցախցիների շահերից չի բխում, այլ դա Հայաստանի օրակարգային հարցերից մեկը պետք է լինի։ Մեր իշխանությունները փակել են վերադարձի իրավունքի վերաբերյալ ցանկացած դիսկուրս, միջազգային դիսկուրս եւ իրենց համար եւ իրենք պաշտոնապես էլ այդ մասին հայտարարել են, որ վերադարձի հարցը այս պահին իրենց համար օրակարգային չէ։ Մինչդեռ եթե այս պահին դա օրակարգային չէ, ապա այս տեմպերով շատ դժվար է լինելու մի որոշ ժամանակ անց միջազգային հարթությունում հարցը դարձնել օրակարգային, այսինքն հենց այսօրվանից եւ միգուցե երեկվանից այդ քայլերը պետք է արվեին, որպեսզի վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունը միջազգային քննարկման առարկա դառնար։ Գիտեք, մենք բոլորս էլ հետևում ենք տարբեր պետությունների խորհրդարանների հայտարարություններին, մենք հետևում ենք միջազգային կառույցների հայտարարություններին, Եվրոպայի խորհրդարանի հայտարարություններին եւ մենք տեսնում ենք, որ արցախցիների վերադարձի հարցը բոլորի օրակարգում կա, բացի Հայաստանի Հանրապետության իշխանություններից, որտեղ մենք երբեք շատ հաճախ Հայաստանի Հանրապետությունը նույնացնում ենք իշխանության հետ, բայց չէ, սա մի իշխանություն է, մի ազգադավ իշխանություն է, որի համար այս պահին առաջնայինը պարզապես իրենց
իշխանությունը պահելն է։ Եվ ինչու իրենք չեն բարձրացնում արցախցիների վերադարձի հարցը, որովհետև այս պահին անում են այն ամեն ինչը, ինչ որ իրենցից պահանջում է Ալիևը, պահանջում են ադրբեջանական իշխանությունները, բայց դրա հետ մեկտեղ բավականին բարդ է բոլոր այն գործիչների համար, ովքեր փորձում են միջազգային տարբեր հարթակներում բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, որովհետև այնտեղ անմիջապես հակազդեցություն է լինում ադրբեջանցիների կողմից հետևյալ ձևակերպմամբ, որ դուք ծանոթ չեք ձեր իշխանությունների քաղաքականությանը։ Օրինակ ինձ մեկ անգամ այդպիսի հենց դիտողություն, ճակերտներում ասեմ, դիտողություն արեց ադրբեջանցի պատվիրակը Եվրանեստի նիստի ժամանակ, երբ ասաց, որ դուք ծանոթ չեք հավանաբար Փաշինյանի հայտարարություններին։ Այստեղ իհարկե մեզ մնում է անընդհատ միջազգային կառույցներին համոզել, որ Փաշինյանը ամենևին չի արտահայտում հայ ժողովրդի տեսակետը եւ այս հարցում հատկապես արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հարցում բոլորովին այլ տեսակետ է եւ բոլորովին այլ մթնոլորտ է Հայաստանի Հանրապետությունում, բայց հասկանալի է, որ քաղաքականությունը դիվանագիտության մեջ առաջ են տանում իշխանությունները եւ որքան հապաղում է դա, այնքան հնարավորությունները նեղանում են։ Այս առումով, եթե հարցնեն ինձ որն է լուծումը, ես միակ լուծումը դիտում եմ միայն իշխանափոխությունը։ Այսինքն հնարավոր չէ այս իշխանություններին համոզել կամ պարտադրել արցախցիների շահերը ներկայացնել միջազգային հարթակներում, որովհետև իրենք ընդհանրապես հեռացել են այդ հարցից, իրենց համար այդ հարցը վերջնականապես փակ է։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինոր Վարդանյանի հետ։ Հետևեք Արցախ TV էջերին, կհանդիպենք։